մենք չենք ցանկանում պառակտում մտցնել մեր հավատացյալ ժողովրդի մեջ։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսի ցանկությունն է հավատացյալներին չբաժանել։ Կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը նորից պսակադրության կարգ է կատարել Հովանավանքում։ Արարողության ընթացքում բնակիչները լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել։ Ինչ է լինում այն զույգերի հետ, որոնց պսակադրության արարողությունը կարգալույց քահանան է կատարում։ Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի խոսքով, եթե զույգն անտեղյակ է քահանայի կարգալույց լինելու մասին, ոչինչ չի պատահում, բայց հակառակ դեպքում, եթե գիտի եւ կամավորաբար գնում է, ուրեմն պիտի պատրաստ լինի նաեւ դրանից բխող պատասխանատվությունը կրելու, այսինքն կանեցք է դա ինչ որ պատիժ, չգիտեմ, ինչ որ կգա Աստծո կողմից, թող իրենք պատրաստ լինեն դա նույնպես ընդունելու։ Դեռ մեկ շաբաթ առաջ ոստիկանները փոխել էին Հովանավանքի փականները։ Քահանային ասել էին, անվտանգության համար են փոխում։ Կարծել էին Փաշինյանի այցով է պայմանավորված, բայց այսօր վանքի բանալիները միայն Ստեփան Ասատրյանի մոտ է։ Ամեն մի եկեղեցու բանալին գտնվում է մոմավաճառի մոտ, ով որ առավոտյան գալով շուտ, սահմանված ժամին բացում է, մարդուն պատրաստում է եկեղեցին եւ այլևս հոգեվորականը բոլոր հավատացյալները գալիս են եւ արդեն մաքուր պատրաստի եկեղեցում իրենց աղոթքն ու ամեն իրողություն կատարում են։ Հովանավանքի մոմավաճառի մոտ վանքից բանալիներ չկան։ Ասում է Ստեփան Ասատրյանի հետ գալիս է, հետ գնում տուն։ Այս գործերին չի ուզում խառնվել, տեսախցիկների առաջ երևալ։ Ասում է վաղը հաշվետվության է, գնա, գա, կհասկանա հետագա անելիքները։ Ի դեպ, վանքում մոմ էլ չկար։ Ստեփան Ասատրյանը վանքում էր քահանայական հագուստով։ Խորանի կողքին մի ընտանիքի հետ նստած զրուցում էին։ Ասաց մեկնաբանություն չի տալիս, կարևոր գործ է անում։ Բայց դրանից առաջ մեկնաբանել էր փականները փոխելու հարցը։ Վերափառի տված բնակարանի կողպեքն էլ են փոխել ի դեպ, որտեղ աշխատող չէր։ Այստեղ փոխել Չէ, այստեղ չեմ փոխել։ Տեր Սարգիսն ափսոսում է, որ փականների փոխելու ընթացքը չի նկարել։ Չէր պատկերացնում, որ կհերքեն, իսկ եթե փոխված չէ, ինչու է մոմավաճառը ձեզ հետ գալիս Հովանավանք։ Ինչու բանալի չունի։ Քահանա Սարգսյանը հոգևոր ծառայություն է մատուցում թեմի այլ եկեղեցիներում եւս։ Ասում է չի ցանկանում գնալ Հովանավանք ու նախորդ միջադեպի պես եկեղեցում իրարանցման ականատես լինել։ Ոչ մի ծնող, երեխա կամ գիտակից մարդ չէր ցանկանա, որ իր պսակադրության արարողությունը վեճով ուղեկցվի։ Այդ տեսակ մթնոլորտի մեջ, քաշքշուկի մեջ կուզենայիք, որպեսզի անցկացներ ձերից զավակի արարողությունը։ Կուզենայիք։ Կարգալույց քահանան որոշել է դուրս չգալ վանքից, ինչպես ինքն է ասում, ծառայությունը շարունակել այնտեղ։ Իսկ Տեր Սարգիսը սպասում է վանք մտնելու իր հերթին, խորանը կոծեն ու կմատուցեն պատարակ, օրհնված պսակադրություններ ու մկրտություններ կանեն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։